Սա շատ թերապևտիկ եւ խորը մի բան է, որովհետեւ երբեմն ես որպես թերապևտ կանգնած եմ լինում այդ երկու ճշմարտությունների արանքում, երկու ցավի արանքում, հա։ Մի կողմից դավաճանված անձն է, որը երբեմն հեչ միտում չի ունեցել փլուզելու այս հարաբերությունը։ Երբեմն դավաճանող անձը, օրինակ, փնտրում է մեկ այլ անձի կամ կարող ենք համարել, որ նա փնտրում է մեկ այլ անձի, բայց իրականում ինքը փնտրում է ինքն իրեն։ Փնտրում է իր կորցրած եսը, որը կորցրել է այս հարաբերության մեջ, այս ամուսնական, տևական, ինչ որ առումով մոնոտոն հարաբերությունների մեջ։ Եվ փնտրելով այնտեղ ինչ որ բան, իրականում թերապևտիկ դաշտում պարզվում է, որ ինքը հենց այդ իր կորցրած եսն է փնտրում։ Իսկ մյուս կողմից դավաճանված անձն է, որը կարծես անverջ ներդրում է արել այս մենքի մեջ եւ այս համակարգը փաստորեն քանդվելով ինքը մնում է մերկ վիճակում։ Փորձում է ներել, փորձում է գտնել երբեմն վստահությունը, բայց ամեն վարքյան սպասում է նոր հարվածի։ Եվ գտնել պատճառները հաճախ երբ որ մենք օգնում ենք, փորձում ենք ուղեկցել, հա, մարդուն գտնելու, հասկանալու, ապրումակցելու զույգին ով դավաճանել է, անձը երբեմն չի գտնում այդ ռեսուրսը հասկանալու, այսինքն այդ թերապևտիկ դերը վերցնելու, արի հասկանամ, թե ինչու է ամուսինից ինձ դավաճանել։ Նրան երբեմն պետք չէ հասկանալ, բայց հաղթում են այն զույգերը, որոնք փորձում են ոչ թե դատել, այլ իսկապես հասկանալ, որովհետև դավաճանությունը դա նախ լինում է ավելի խորը ասպեկտներում, հետո նոր արդեն տեսանելի դաշտ է տեղափոխվում։ Այսինքն ամփոփելով, դավաճանել անձը կարող է իր եսը փնտրելու պատճառով, երբեմն անձը դավաճանում է, որովհետև ինքը նարցիսական անձնային գծեր ունի եւ կարծում է, որ ինքը ավելի լավին է արժանի։ Ինչու ոչ, հա, այստեղ ինձ լավ չի, այստեղ ինձ դիսկոմֆորտ է, այստեղ ես անսեր եմ, անէմոցիա եմ եւ ես գնում եմ ավելի լավ բան փնտրելու։ Երբեմն անձը կարող է դավաճանել, որտեղ էմպաթիկ չէ դիմացինի ցավի նկատմամբ, չի ապրումակցում, անգամ չի զգում դիմացինի հոգում ինչ է կատարվում, տառապանքը չի տեսնում։ Եվ կարևորում է իր հաճույքը։ Իր հաճույքը, երբեմն անձը կարող է դավաճանել, որտեղ պատասխանատվության զգացումը իր մոտ շատ տուժած է, հետևանքի մասին չի մտածում կամ քիչ է մտածում։ Երբեմն անձը կարող է ուղղակի դավաճանել, որտեղ սիրում է նոր բացահայտումներ։ Ինքը տեսակով էքստրավերտ է, անդադ փնտրում է նորը եւ այդ նորի փնտրտուքի մեջ բնականաբար կա ռիսկ սերային դաշտում փնտրել նորը նաեւ։ Այսինքն մենք անverջ կարող ենք խոսել պատճառներից, բայց երբ որ անձը գալիս է, թերապևտի գործն է հասկանալ ճիշտ այս անձը ինչու է դավաճանել, որտեվ իր խոսքից օգտագործած բառերից մենք կարող ենք հասկանալ։ Անձ կա ինքը ուղղակի ասում է ոնց անեմ, որ այս ամեն ինչ անցնի գնա, էլի ամեն ինչ առաջվան է լինի։ Ինքը չի ուզում հասկանա, ինքը ուզում է վերացնել հարաբերություններում առկա դիսկոմֆորտը։ Չխոսանք այդ մասին, մոռանանք, լավ, ես հիմա հասկացա, վсё, ամեն ինչ հասկացա, էլ մի խոսա։ Ինքը ուզում է մի րոպե շուտ գնա, այո։ Բայց երբեմն անձը գալիս է ու լուռ է, որովհետև ինքը հենց տառապում է, ինքը փնտրտուքի մեջ է, ինքը միտում չի ունեցել փլուզելու ինչ-որ բան։ Պարզապես իր փնտրտուքների մեջ, իր օրինակ տղամարդկանց պարագայում տարիքային ճգնաժամերի ընթացքում է շատ լինում, հա։ Իր այդ եսի փնտրտուքների, իր ճգնաժամերի մեջ նմանօրինակ քայլի է գնացել եւ հասուն անձը ասում է այո ես դա արել եմ, ես ընդունում եմ որ ես դա արել եմ եւ ես ուզում եմ հասկանալ նախ ինչպես ապրեմ այս ցավի հետ, ինչպես օգնեմ որ դիմացինս կարողանա հասկանալ, ինչպես օգնեմ իրեն տանել, կրել այս լուծը, ցավը, այսինքն պատասխանատու անձը շատ ավելի ուրիշ դիրքում է, դա անձն աչքով կարելի է տեսնել։